Կրիր դիմակ, փրկիր կյանքեր։ Այս կարգախոսը մնաց անցյալում, սակայն կորոնավիրուսի, ռինովիրուսի և գրիպի այլ հարուցիչները դեռ շարունակում են օդում պտտվել։ Հոկտեմբերից ի վեր 15,000-ից ավելի մարդ դիմել է պետական բուժ հաստատություններ, գրանցված դեպքերի 80%-ը երեխաների շրջանում է, սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է։ Հայաստանում հերթել են ոչ միայն առևտրի կետերում, ամանորյա եռուզեռով պայմանավորված, այլև դեղատներում։ Սուր շնչառական վարակները շատերին գամել են անկողնում, զրկել աշխատանքից, բնականոն կյանքից, ինչ որտեղ նաև օգնել աղտոտված օդը շնչելու վտանգից։ Ըստ մասնագետների, այս պահին գերակշռում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, այսպես կոչված հոնկոնգյան գրիպի հարուցիչները։ 50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 15,151 դիմելիություն, ինչը համեմատած նախորդ շաբաթվա հետ բարձր է 1,2 անգամ։ Գրանցված դեպքերի 80%-ը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։ Շրջանառվում են այս պահին գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, բոկավիրուսի և ռինովիրուսի հարուցիչները։ Այս պահին գերակշռում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի շրջանառությունը։ Ինչ է հոնկոնգյան գրիպը։ Առաջին անգամ այն գրանցվել է 1968 թվականին Հոնկոնգ քաղաքում։ Ենթադրվում է, որ վիրուսը փոխանցվում է չվող թռչունների միջոցով։ Գրիպի շտամը կարող է ծանր հետևանքներ ունենալ հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություն ունեցողների համար։ Բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանների և հոդերի ցավ, թուլություն, հյուծվածության զգացողություն, չոր Սա ախտանիշների ընդամենը մի մասն է։ Հոնկոնգյան այդ գրիպի շտամը, որը այսօր տարածված է աշխարհում, մի անգամ եւս դա պանդեմիա էր առաջացրել, ու այն ժամանակ այդ պանդեմիա, այդ եզրը չէին օգտագործում, որովհետև ճիշտ եզրույթներ ընդունված, համաճարակ էր, ոչ թե պանդեմիա։ Հետո ԱՀԿ-ն ըստ իր ցանկության փոփոխեց, հիմա նրանք են որոշում ինչն է համաճարակ, ինչն է պանդեմիա։ Ու բավականին շատ մահեր տեղի ունեցան այդ շտամի տարածման պատճառով։ Հիմա եւս իմ համար շատ կասկածելի պատճառներով այդ շտամի տարածումն ենք մենք նկատում։ Սեզոնային շնչառական վարակները մեր երկրում միշտ եղել են։ Խնդիրը նրանում է, որ այսօր մեր երկիրը բռնազավթած հայրենադավ խմբավորման առողջապահական բլոկի համար պատասխանատու ենթախմբավորումը այնքան է ոչ գիտելիքահեն, մանիպուլատիվ, ինչու ոչ ցինիկ տեսակով մեկնաբանել իրադարձությունները եւ տրամադրել տեղեկատվություն, որ այսօր արդեն ողջամիտ մարդիկ չեն վստահում նրանց կողմից տրամադրած տեղեկատվությանը։ Թոքաբորբի հետ կապված կարող են ներկայացնել տվյալները։ Առաջնային պահպանման կազմակերպություններ դիմել են 50-րդ շաբաթվա ընթացքում 937 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1,3 անգամ։ Իսկ թոքաբորբի ռիսկը ավելի շատ փոքրիկ երեխաների մոտ է, ծանր ընթացք ունենում, ոնց է։ Իրականում թոքաբորբի դեպքում ավելի հաճախ, այո, միշտ մեր խոցելի խումբը 0-ից 18 տարեկան երեխաներն են լինում։ Ընդհանուր առմամբ մեր մոտ 0-ից 18 տարեկանների մեջ ավելի գերակշռում են 0-ից 14 տարեկանները։ Այս դիմելությունը, որ դուք նշեցիք, եւ հիվանդանոցային եւ պոլիկլինիկաները չէ, նկատի ունեք։ Կոնկրետ դիմելությունը վերաբերում է պոլիկլինիկաներին։ Այն, որ այդ վարակը կարող է տարածվել, ես չեմ կասկածում, ինչու, որովհետև ես չեմ տեսնում որևիցե մի գործուն միջոց, որը ձեռնարկվում է մեր երկրում, բացի այդ պարտադրված պատվաստումների, այսպես ասեմ, գովազդից եւ պարտադրումից, փաստորեն բնակչությանը չեն թողում այլ քան պատվաստվել։ Այնինչ իրանք շատ լավ գիտեն, որ որևիցե մի պատվաստում գրիպը թերևս միակ հիվանդությունն է, որի դեմ տեխնիկապես էֆեկտիվ պատվաստանյութ պատրաստելը հնարավոր չէ, ինչու ելնելով
հարույց չի վարակաբանությունից եւ մորֆոլոգիական առանձնահատկություններից։ Եթե համեմատենք այս պահի դրությամբ իրականացված պատվաստումները, որը մոտ 171,000 դեղաչափ արդեն իսկ պատվաստում է իրականացվել, համեմատելով նախորդ սեզոնի նույն ժամանակահատվածի հետ, այն կազմել է մոտ 134,000 դեղաչափ, մոտ 37,000 դեղաչափ ավել պատվաստում ունենք։ Սա խոսում է նրա մասին, որ այս սեզոնին առավել շատ է վստահել է պատվաստումներին եւ պահանջարկը այդ առումով ավելի բարձր է եղել։ Ցավով կարող եմ նշել, որ իհարկե երեխաների շրջանում մի քիչ, այսպես ասած, ավելի պահպանողական մոտեցում են դրսևորում։ Պատվաստումը, իմունոպրոֆիլակտիկան, իմունոկանխարգելումը այսօր թերև մնում է ամենագործունյա, ամենաարդյունավետ միջոցը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի։ Բայց երբ որ իմունոկանխարգելումը հայտնվում է հայրենադավ, չար, սև, նենգ, սրբապիղծ ձեռքերում, դա կարող է ցեղասպանության գործիք նաև ծառայել։ Դրանով եք պայմանավորում, որ նախարարությունը ինքն իր բերանով ասում է, որ ծնողները պատվաստվում են, պատվաստումների աճ կա մեծահասակների շրջանում, բայց երեխաներին չեն բերում։ Ես չգիտեմ ինչ է այսօր հայտարարում առողջապահության նախարարություն կոչվող այդ հիմնարկությունը, այսինքն հիմնարկություն չի, դա արդեն ավելի շատ ՍՊ-ի է նման, ոչ թե պետական հիմնարկի։ Ես կարող եմ հիմնավորել, թե ինչու են, ըստ իս, ինչու են ծնողները պատվաստում, նրանց պարտադրում են պարզապես։ Պարտադրում են շանտաժով, աշխատանքից ազատելու վտանգի այդ դամոկլյան թուրը իրենց գլխավերևում կախած, բայց ինչպես եւ ցանկացած ծնող, նրանք փորձում են հարվածը ընդունել իրենց վրա, բայց զերծ պահեն իրենց երեխաներին, հա, որովհետեւ եթե դա իրոք լիներ որևիցե մի արդյունավետ միջոց, իմ կարծիքով ցանկացած ծնող առաջին հերթին փորձում է երեխային պաշտպանել, հա, սա ինքնաթիռի թթվածինային դիմակը չէ, որ սկզբից ծնողը դնի, հետո նոր երեխային հագցնի, որովհետև վարակը ժամանակահատված եւ սահման չի ճանաչում եւ երեխաները, ընդ որում ասեմ, երեխաներն ու տարեցները ավելի զգայուն են եւ ավելի ծանր են տանում այսպես կոչված հոնկոնգյան գրիպը եւ մասնավորապես տարեցների շրջանում եւ մասնավորապես այն տարեցների, որոնք ունեն շնչառական սրտանոթային հիվանդություններ, մահացածության աստիճանը բարձր է ըստ հասանելի տվյալների։ Գրիպի պատվաստումների առումով առավել հասանելիություն ապահովելու համար Երևան քաղաքում ձևավորվել են շարժական պատվաստումային կետեր, որոնք գործել են մինչև նոյեմբերի 30-ը։ Յուրաքանչյուր շարժական պատվաստումային կետ գործել է աշխատանքային օրերին, ժամը 10-ից մինչև 4-ը, էլ ավելի հնարավորինս հասանելի դարձնելու պատվաստումները։ Պատվաստումների հասանելիության առումով հարկ է նշել, որ պատվաստումները հասանելի են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ նաև քաղաքացիություն չունեցող անձինք եւ կարող են դիմել ոչ միայն շարժական պատվաստումային կետեր, այլ նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ, ցանկացած անձ, անկախ նրանից ինքը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հաշվառված է տվյալ բժշկական կազմակերպությունում թե ոչ եւ պատվաստել սեզոնային գրիպի դեմ։ Մյուս երկրներում ինչպես են կանխարգելում կոնկրետ այս վարակը։ Ուրիշ երկրներում միգուցե կա պատվաստանյութը օգտագործվում է որպես միջոցներից մեկը, բայց այդ նույն ուրիշ երկրներում կա առողջապահական համակարգ, այդ նույն ուրիշ երկրներում կա հիվանդության հետագծելիություն, այդ նույն ուրիշ երկրներում մարդկանց չեն պարտադրում վիշապային մեթոդներով գործողություններ, որոնք չունեն որևիցե մի գիտելիքահեն հիմնավորում, հա, այդ բոլոր ուրիշ երկրներում առողջապահական համակարգը պատառոտում է իրեն, որպեսզի մարդկանց վստահությունը չնվազի նրա նկատմամբ, չնայած այդ տխրահարճակ կովիդից հետո գրեթե ամենտեղ է նվազել։ Մեր դեպքում ես կարող եմ ասել, որ նույնիսկ եթե պատվաստանյութ կիրառվի, իսկ պատվաստանյութը ես ասեմ, ըստ վերջին հասանելի տվյալների եւ գիտական փորձարկումների արդյունքների, պատվաստանյութը կարող է նվազեցնել մահացածությունը այդ վարակից։ Չի կանխարգելում վարակը, բայց կարող է ազդել ըստ
մեր ունեցած տվյալների վարակի ընթացքի վրա եւ նվազեցնել ըստ կրկին հասանելի տվյալների մահացածությունը։ Թեև ես այդքան էլ չեմ վստահում այդ տվյալներին։ Չնայած հասանող ցուցանիշներին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 9-ին հայտարարեց. դպրոցներում եւ մանկապարտեզներում դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չկա։ Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե հիվանդացության եւ թե ԱԱՊ հիվանդանոցային օղակ եւ շտապ օգնության ծառայության դիմելության աճի մասով եւ իհարկե մանկապարտեզներում եւ դպրոցներում բացակայությունների թվի մասով։ Հարգելի քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Առողջապահության նախարարի բազկաթոռը խայտառակող անձը ասաց, որ դեռևս քրիտիկական վիճակ չկա, մենք դպրոցները փակելու եւ այլն։ Եթե 80% վարակվածությունը երեխաների ըստ իրենց, հա, ասենք ընդունենք, թե իրենք ճիշտ են ասում։ Դա ինչ է նշանակում։ Ինչպես կարելի է մանկապարտեզները, դպրոցները, որտեղ երեխաների բազմություն է, իսկ գրիպը դա գրիպի տարածվածության արագությունը, թերևս շնչառական վարակների մեջ ամենաարագներից է համարվում։ Եվ այն բոլոր վայրերը, այն բոլոր հիմնարկությունները, տարեցների համար, հա, կացարանները, մանկապարտեզները, դպրոցները, դրանք բոլորը ռիսկային կետեր են, հա։ Եթե ասում են, որ 80%-ը երեխաներ են ու այդքանից իրենց հակասում են մասնագիտական որևիցե մեկը եւ լսի, կասի սա աբսուրդ է, հասկանում եք, բայց ես նորից եմ ասում, ես չեմ համարում աբսուրդ։ Ես սա ընդունում եմ որպես իրենց առհասարակ այս խմբավորման ամբողջ գործունեության տրամաբանության մեջ, որտեղ նրանք գործում են լկտի, սանձարձակ, անաստված, կարմիր գծեր չճանաչելով, չվախենալով սեփական ապագայի համար։ Վերջին շրջանում հիվանդայության բարձր ցուցանիշներ են գրանցվել ոչ միայն Երևանում, այլ նաև Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում։ Բացի անվճար պատվաստանյութից, ինչ ռազմավարություն կա մշակված հատկապես մարզերի համար, որտեղ բուրսպասարկումը մեղմ ասած որակյալ չէ, իսկ դպրոցները լիարժեք չեն ջեռուցվում։ Գիտեք, այս պայմաններում խոսել առողջապահության կազմակերպման մասին, երբ որ ամեն օր գրեթե մենք սպանություններ ենք ունենում չբացահայտված, զինվորներ են առեղծվածային պայմաններում ինքնասպան ճակերտավոր լինում, ընդ որում այդ ինքնասպանությունները չգիտես թե ինչի միշտ համընկնում է այս հայրենադավ խմբավորման ինչ-որ փորձերի հետ, մեր հարևան չարորակ պետական նորագոյացության հետ այսպես կոչված իրենց երկխոսության մեջ փորձեր են անում ինչ-որ բաներից հրաժարվեն, հենց մի բանից հրաժարվում են, մեր մոտ զինվորի մահ է գրանցվում, հա, ու ասում են ինքնասպանություն։ Ես չեմ ուզում այդ թեման շատ խոմ է, դա իմ մտահաղացումն է, ես ընդամենը որպես համաճարակաբան պատճառահետևանքային կապն եմ նկատում այդ ամենի, էլի։ Եթե Երևանում այսպիսին է ֆոնը համաճարակային, նաև օֆիցիալ տվյալներով փաստացի, ինչ է կատարվում մարզերում, տեղեկություններ ունեք, ինչ է այնտեղ։ Գիտեք, ես չգիտեմ Երևանի ֆոնը, որովհետև չեմ վստահում օֆիցիալ տվյալների, քանի որ տվյալներ չեն հրապարակվում, ասենք, երբ որ 80%-ը երեխաներ են 0-ից 10։ Կարող են նույն հաջողությամբ ասել 95%-ը կամ 50%-ը կամ 30%-ը, հա։ Պետք է խուսափել սուրշնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ շփումից, եթե հիվանդ է տվյալ անձինք պետք է մնան տանը, ինքնաբուժությամբ չզբաղվեն, հատկապես չօգտագործեն հակաբիոտիկներ, անհրաժեշտության դեպքում դիմել տեղամասային բժշկին, հետևել ձեռքերի հիգիենային, հազալու, փռշտալու վարվելակարգին, հաճախակի օդափոխել տարածքը, հագնվել եղանակին համահունչ։ Եվ իհարկե, եթե ունեք որևէ կլինիկական երևույթներ, հնարավորինս այլ անձանց հետ շփման ժամանակ կրել դիմակներ, որը նույնպես կնվազեցնի վարակման ռիսկը։ Հակաբիոտիկների այն միտումը, որ մի պահ կար, շատ հիմա նվազել է, մարդկանց մոտ ավելի այսպես իրազեկված են, թե դեռ շարունակվում է խնդիրը մնալ օրակարգում։
Այս պահին հստակ ցուցանիշներ ներկայացնել ճիշտ ասած չենք կարող, բայց ամեն դեպքում մենք միշտ հորդորում ենք ինքնաբուժությամբ չզբաղվել եւ հակաբիոտիկներ չօգտագործել։ Միայն բժշկի այցը կազմում է 10-ից 20,000 դրամ, երբ այդ գումարով կարելի է ձեռք բերել անհրաժեշտ դեղորայքի մեծ մասը։ Նախարարության ինքնաբուժությամբ չզբաղվելու հորդորները շատ քաղաքացիներ հեգնանքով են ընդունում, իսկ պոլիկլինիկաներ այցից շատերն են խուսափում։ Այստեղ էլ քաղաքացիներին են հեգնանքով ընդունում։ Քաղաքացին այսօր հայտնվել է թակարդում մի կողմից չվստահել այս հանցագործ խմբավորմանը եւ զերծ բայել իրենց քաղաքացին իրեն կամ իր երեխաներին պատվաստումներից կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, որտեղ մասնավորապես մինչև 6 տարեկան երեխաները կամ պարտադիր պատվաստումներ, որ նրանք պետք է ստանան, դա ես է դուք է ստացել են դիֆթերիան է, պոլիոմելիտն է եւ այլն եւ այլն։ Այնինչ մի մեծ հատվածի մոտ վաղ կա նաեւ այդ ոչ անհիմնավոր այդ պատվաստանյութի վերաբերյալ։ Պատվաստվի վստահի ու պատվաստվի միշտ գոյություն ունի ռիսկ, որ կարող է իր վրա ինչ որ անհայտ նյութեր փորձարկեն։ Հա հիշում եք մեկը մի անաստվածը կար այս խմբավորումից, ասեց, որ մեր ժողովուրդը պետք է մասնակցի կլինիկական փորձարկումների։ Քաղաքացին հայտնվել է այս թակարդում միակ ելքը, որը հնարավորություն կտա քաղաքացուն պաշտպանել ոչ միայն իր առողջությունը, բարեկեցությունը, առաջի հերթին իր պատիվը որպես մարդ, քրիստոնյա մարդ հայ, դա իշխանափոխությունն է։ Բժիշկների պակաս մարզերում, ոչ լիարժեք ջեռուցում դպրոցներում եւ ֆինանսական անասանելիություն բժիշկներին այցելելու համար։ Այս ամենը եւս կոմֆորտ միջավայր է ստեղծում վիրուսների համար։ Առողջապահական համակարգը պետք է դասեր քաղի նախորդ համավարակից, որպեսզի այս անգամ էլ հոնկոնգյան վիրուսը օղիով կամ պինցետով չհեռացնի։